Deep Purple խումբը շնորհավորում է իր նախկին գոլեգային Richie Blackmore-ին ծննդյան օրվա կապակցությամբ, իսկ մենք ունենք ունիկալ հնարավորություն մեր տաղավարում շնորհավորել աշխարհի գավաթակիրին, աշխարհի գավաթի ոսկե մեդալակրին եւ իհարկե Սամբոյ ֆեդերացիայի նախագահին Կարեն Սարգսյանը մեր տաղավարում Եվ չեմպիոնի կոչմանն արժանացած Կարեն Սարգսյանը, այո, եւ Սամբոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։ Բարև ձեզ, շնորհավորում եմ եւ հիշեցնեմ, որ Երևանում ամսի 12-ին ավարտվեց աշխարհի գավաթը, հյուրերը արդեն գնացին, Հայաստանում թողնելով 1 ոսկե եւ 11 բրոնզե մեդալ, այդքանն է նվաճել մեր հավաքականը եւ ի շնորհիվ Կարենի նվաճած ոսկուն մենք գրավեցինք ընդհանուր երկրորդ տեղը։ Թմային 5-րդ տեղն են գրավել, բայց 21 երկրների մեջ էլի լավ է։ Իսկ քանակով ընդհանուր մեդալների էլի 5-րդն ենք։ 5-րդ տեղ։ Առաջինը մեծ ուրեմն բանով ատրիվով, հայերեն չգիտեմ ինչպես ատրիվը, Ռուսաստանի հավաքականը 24 ոսկի չէ կարծես թե։ Ընդհանուր Կարեն ինչ զգացմունքներ ունես։ Քեզանից սկսենք։ Աննկարագրելի է զգացմունքները, քանի որ երկրորդ տարին անընդմեջ մեջ դառնում եմ չեմպիոն, կարողացա այսպես ասած ապացուցել, որ դա պատահականություն չէր եւ ինչպես ասում է չեմպիոն դառնալը հեշտ է, բայց կրկնել հաջողությունը կրկնակի դժվար է ու փառք Աստծուն ստացվեց ամեն ինչ, կարողացա արդարացնել բոլորի սպասումները եւ ինքս իմ սպասումները ու աննկարագրելի զգացմունքներ քո հայրենիքում, քո սիրելի մարդկանց շրջապատում կարողացար անել ամենաբարձրագույն, որը կարող էր անել սպորտսմենը։ Եվ շատ կարևոր է այստեղ նշել, որ Կարենը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախյան սամբոյի դպրոցը աշխարհի ուժեղագույն դպրոցներից մեկն է, դա էլ է շատ կարևոր։ Ընդհանուր ինչ կարող եք ասել բրցաշարի մասին, ինչպես էին հյուրերը, գոհ էին, գոհ չէին, դուք ինչ գնահատական կտաք այդ ամենին։ Մենք շատ մանրակրկիտ ենք պատրաստվել նորից, հյուրերը հիացած են Հայաստանով, Հայաստանը իրանց հիմնական տունն է, չասեմ երկրորդ տունն է դարել, հիմնական տունն է դարել։ Աշխարհի սամբիստների համար։ Աշխարհի սամբիստները բոլորը Հայաստանը շատ սիրում են, այս տարի էլ որակական մի քանի փոփոխություն արեցինք, նորամուտություններ մտցրեցինք եւ դա էլ հեշտացրեց իրենց տեղ լինելը։ Հատուկ application ենք պատրաստել, որտեղ բոլոր ինֆորմացիան Հայաստանի մասին, սպորտսմենի տեղաշարժի մասին, վոլոնտյորները, ովքեր որ իրենց լեզուներով են խոսում, այդ ամեն ինչը մեջը կար, որ ոչ մի տեսակի խնդիր չունենան, եւ բոլորի դուրս շատ եկավ դա էլ այդ համակարգը։ Մրցումների անցկացման տեղը Գազպրոմ արենան բավականին հետաքրքիրելի պատրաստել էին, սպորտսմենների լոգիստիկայի այդ, այսինքն այդ ընթացքը ինչքան հետաքրքիր եղավ, դե մրցումների անցկացման ընթացքը կատարելագործել էինք ամեն ինչը, քանի որ անցած տարի էլ ունեցանք այդ նույն տեղում միջոցառումներ, այս անգամ ավելի եւ ավելի ընդգծված էր, մի խնդիր չունեցանք, այս տարի շատ հետաքրքիր էր առաջի անգամ, ոնց անցած եթերում ասեցինք, մեր կույր սպորտսմեններն էին, ոչ միայն սամբո եւ մարտական սամբո, այլ նաեւ առաջին անգամ կույր սպորտսմեններն էին, իրենց համար էլ բավականին բարձր հենց Հայաստան գալուց կլինիկաներում ստուգելը եւ այդ ամեն ինչ այդ կոմֆորտը իրանց համար ստեղծեցինք, բավականին մեծ գնահատական է գնում Պարալիմպիական կոմիտեից հետո արդեն թե Հայաստանի ռեյտինգը թեստեղ ոնց կարող են դա անել, ընդունել այդ մեր ընկերներին, բավականին հետաքրքիր անցավ, կարևորը տրավմաներ չեղան, սպորտսմենները այդքան համար պայքարի մեջ ամեն ինչը նորմալ էր, ուզում եմ ասեմ շատ լավ էր, շնորհակալ եմ բոլորին, մեր սպորտսմեններին, միջազգային սամբոյի ընտանիքին, ախր ամբողջ ընտանիքն է միջազգային սամբոյի ընտանիքն են, մրճումների նման աշխատում են, բոլորը անում են, որ Հայաստանում ամեն ինչը շատ լավ է։ Իսկապես սա մեծ մարզական տոն էր մեր երկրում, մեր մայրաքաղաքում եւ ինչպես որ նախորդ եթերներից մեկում ասվեց, բոլորը աշխատում են, այսինքն Հայաստանը աշխատում են, որ Հայաստանը դառնա սամբոյի կենտրոն, Երևանն է սամբոյի մայրաքաղաք։ Եվ ըստ էության այդ ճանապարհով գնում ենք։ Եկեք խոսենք ձեր կողքին նստած Արչուկի մասին։
Սա մեր չեմպիոն Արչուկն է, իրեն չեմպիոնի ոսկի մեդալով։ Ես ուզում եմ նվիրեմ սա ձեզ, ձեր հեռուստաընկերությանը, Շատ շնորհակալություն։ որպես սպորտի համար բավականին լուրջ բան անող հեռուստաընկերություն, ընկերներ, սա մեր չեմպիոն Արչուկն է։ Թալիսմանն է։ Շնորհակալություն։ Այո, շնորհակալություն։ Եվ այս մեդալը սա չեմպիոնի նույն ոսկի մեդալն է, որը սարքված է աշխարհի չեմպիոնի ձեռքով։ Սա աշխարհի չեմպիոն մեր Սերգո Չախոյանն է սարքել, թեկուզ ինքը ծանրամարտի աշխարհի չեմպիոն է։ Ձեռքի աշխատանք են այս մեդալները։ Այս ոսկի մեդալն էլ նվիրում եմ ձեզ։ Շատ շնորհակալություն։ Շատ հուզված ենք մենք էլ ունեցանք չեմպիոնական մեդալ։ Ուզում եմ չեմպիոնին հարց տալ։ Դու այն քչերից ես, որ կարողացար եզրափակիչում ռուս մարզիկին հաղթել։ Ինչն է ռուս ամբիցների գաղտնիքը եւ ինչ է պետք նրանց հաղթելու համար։ Ասա որ մնացած բոլորն էլ ասեն հաղթեն։ Ու ռուս մարզիկը, ինչպես դարերի վեր միշտ իրանց սպորտաձևն է, կարելի ասել, եւ իրանք շատ մեծ կոնկուրենցիա, ոնց եք ասում, կոնկուրենցիա ունեն իրանց պետությունում, շատ ուժեղ է այդ սպորտը իրանց մոտ զարգացել ու փոքր տարիքից դպրոցում թեկուզ որպես առարկա իրանք դա անցնում են եւ դրա համար նրանց մոտ շատ ուժեղ է այդ սպորտաձևը, բայց հենց դա էլ ինձ ուժեղացնում է, ինձ ստիպում է, որ պետք է ուժեղին հաղթես, որ դու դառնաս ուժեղ եւ հենց այդ մտածելակերպով եմ ես փոքրուց մեծացել, մարզիչս միշտ ասում էր, որ մտնում ես գորգ ուժեղը, ուրեմն պետք է ուժեղին հաղթես, որ դառնաս դու ուժեղ, նրա տեղը դու լինես ու մեր քաշային կարգում ճիշտ է շատ ուժեղ մարզիկներ կան, բայց միշտ ռուս հաղթելուց ընդհանրապես ուրիշ զգացողություններ են, ճիշտ է հաղթել են տարբեր աշխարհի չեմպիոնների, հնգակի, վեցակի աշխարհի չեմպիոնների եմ հաղթել, բայց որ ռուս ես հաղթում, իրանց սպորտն է ավելի կրկնակի ուրախություն ունեցել։ Խոսեցիք ընդհանուր թիմի մասին, այ որքանով է թիմային աջակցությունը կարևոր անհատական սպորտաձևում։ Մեզ մոտ բավականին հետաքրքիր է այդ աշխատանքները լինում, մեր թիմը եւ հավաքականի մարզիչները եւ ամբողջ կոլեկտիվը, ով նախապատրաստում է մարզիկին մրցումների, մենք իրար հետ այդ կապը շատ սերտ պահում ենք ուսումնամարզական հավաքների ժամանակ, մյուս մարզիկը գորգում ինքը զգում է իրեն սիգունդատին, ինքը զգում է բեմում, բանի աուդիտորիան բեմում նստած մարդկանց, ինքը իր աշխատանքը ունի անելու, մենք մեր աշխատանքը ունենք անելու եւ այս համակարգված աշխատանքի արդյունքում մենք կարողանում ենք մեր հաղթանակը պահել, որ մեզանից ոչ մի բան, ոչ մի միավոր չլինի, որ մեզ այդ միավորը չտան կամ ինչ որ սխալ կարողանան դա սուբյեկտիվ դատողություն անեն, այսինքն բոլորս մեր ռուբեժների վրա կանգնած ենք, ուշադիր նայում ենք, որ այդ մարզիկը հասկանում է, որ իր մեջքին մեծ թիմ է կան։ Այո, եւ ինքը իրեն պահում է ճիշտ գորգի վրա եւ հաղթանակը արձանագրելով գնում ենք առաջ, սա մեր ստրատեգիան է, որը կիրառում ենք ու աշխատում։ Ինչ կարող եք ասել ընդհանուր հավաքականի ելույթից, գոհ եք, դժգոհ եք, 1 ոսկե, 11 բրոնզե, պարզա որ ոսկիները շատ կուզենք, որ էլ ավելի շատ լինեին, բայց իսկապես ուժեղագույն մարզիկներն էին հավաքվել։ Այս անգամ աշխարհի Եվրոպայի չեմպիոններ, մրցանակակիրներ, ամբողջական թե 40 հոգանոց թմերով եկել են 500 հյուր մինչև բրոնզի մեդալը հասնելը, հավատացեք, աշխարհի չեմպիոնի են հաղթել կամ Եվրոպայի չեմպիոնի են հաղթել, որ կարողացել են գան այդ մեդալին հասնեն, բավականին թեժ պայքար էր եւ իրականում գոհ ենք Եվ շատ կարևոր է հեռուստադիտողին ասել, որ բրոնզե մեդալի համար, բրոնզե մեդալը սամբոյում, ինչպես նաև ջյուդոյում եւ ումշամարտում պետք է հաղթես, պարտության դեպքում չես ստանում այդ մեդալը, դու պետք է փոքրիկ այդ փոքր ֆինալում էլի եւս մեկ հաղթանակ տանես, որ կարողանաս ապացուցես, որ դու էլ ավելի ուժեղ ես։ Կարեն, դու ինչ կասես, ինչ չհերիքեց, քեզ չէ, դու բավարարված ես քո ընկերներին, ընկերուհիներին, որոնք որ Հայաստանի հավաքականն են։ Ինձ թվում է պետք է հավատալ, ամենակարևորը հավատալ իրանց ուժերին ու չմտածել թե ով է քո դիմացինը, թեկուզ կարող է լինել աշխարհի չեմպիոն, կարող է լինել ռուս, ինչպես նշեցինք, բայց կապ չունի ով է դիմացինը,
Եթե մտել Ռուս հարաբերական, հա, այնտեղ ինձ թվում է, որ Հյուսեյն Կովկասից են տղաները։ Ռուսաստանը շատ բաներ ունի իր մեջ, շատ ներկայացուցիչներ ունեն, բայց Ռուսաստանի դրոշն են ներկայացնում, հենց դա է ասածս, կապ չունի ով է քո դիմաց, եթե մտել ես գորգ, ունես հստակ պլան եւ նպատակ, պետք է իրագործես այդ նպատակը ու հավատաս, ամենակարևորը հավատաս։ Ազգությամբ հայ մարզիկի կար, չէ՞ Ռուսաստանի որ դարձավ չեմպիոն։ Թե պարտվեց ֆինալում պարտվեց, ճիշտ է, պարտվեց։ Կարեն, ո՞րն է ձեր սպորտային երազանքը։ Երազանք ունեմ, երազանք եւ խոստում եմ տվել մարզիչիս, իմ անձնական մարզիչիս, որ անպայման պետք է Եվրոպայի աշխարհի չեմպիոն դառնամ մեծահասակների։ Իսկ հետագայում, երբ մեր սամբոն արդեն դառնա օլիմպիական խաղերի մի սպորտաձև, անպայման երազանք ունեմ, որ պետք է դառնամ օլիմպիական խաղերի չեմպիոն։ Մնաց, որ օլիմպիական կոմիտեն որոշի, որ սամբոն դրա մասին շատ երկար եւ մի քանի անգամ խոսել ենք, Կարեն, այլ երբեք չի եղել, որ քեզ համոզեն, որ սամբոից գնաց ջուդո։ Շատ է եղել, ճիշտ ասած եղել է, ջուդո եմ կպել, բայց հասկացա, որ իմը չի դա։ Քոնը չի։ Չէ, ես սամբոյի համար եմ ստեղծված, կարելի ասել սամբոն էլ իմ ու չեմ դավաճանի սամբոն։ Սա շատ կարևոր է իսկապես, որ դու առաջին օրվանից հասկանաս, թե ուր ես գնում, փորձելով իհարկե եւ հասկանալով, որ սա քոնն է, սա քոնը չէ։ Ինչ է սպասվում առաջիկայում։ Ինչ նոր Առաջիկայում մրցաշարեր կան։ շատ լավ առաջնություններ կան, բայց կխոսեմ ամենամոտի մասին, Եվրոպայի առաջնությունն է, մայիսի 15-ից 17-ը Թիֆլիսում ու շատ ջանք չեմ խնայելու, այսպես ասեմ, որ այնտեղից նույնպես ոսկի մեդալով վերադառնամ, ինչպես նշեցի, երազանքս եւ խոստումս է, Դե Եվրոպայից սկսես, ասես Եվրոպա, հետո աշխարհ։ Անպայման գնալու եմ ոսկե մեդալի հետևից։ Արդեն գիտես պլյուս-մինուս ով է դուրս գալու հետդ։ Հա, գիտեմ, ճանաչում եմ բոլորին, կարելի ասել, ու գիտեմ ով է ինչպես։ Հատուկ պատրաստվում ես ամեն մի մարտին, գիտես ինչ պետք է անես, թե դու դուրս ես գալու եւ փողոթե մարտն ես անում։ Ու ավելի շատ մարզիչ ինձ ասում է ինչ պետք է անեմ, ինչ պլանով գործեմ, այսպես մի պլան չէ, մի ձև չեմ կպնում սաղի հետ, տարբեր ոճերի։ Պլան A-կա, պլան B եւ պլան C միշտ։ Այո, ճիշտ է, հենց այդպես է շարժվում ենք պլանների իրագործման։ Հիմա շատ ավելի հեշտ է կարծես, թե այդ ամենը իրագործել, որովհետեւ դե YouTube կա, վիդեո կա, հեռախոս կա, վերջը ժամանակին, երբ որ դուք եք մարզում կամ ես եմ մարզում, մենք չգիտենք այս մարդը ոնց է, շատ ինչ որ մեկը կողքից ինչ որ բաներ ասում։ Բայց եթե համեմատենք այսօրվա եւ անցյալի, երբ է իսկապես ավելի հեշտ եւ մարզիկներին եւ մարզիչներին եւ ֆեդերացիայի նախագահներին այդ տարբերության մասին։ Այսօր իրականում ավելի կարելի ասել հեշտ է, քանի որ տեսնում ես վարքը հակառակորդի, կարողանում ես թերությունները հասկանալ, Միշտ հասանելի է նրա հասանելի է, հա։ Դրա համար օրինակ նույն ոնց Կարենը ասեց, մարզիչի հետ խոսում են ստրատեգիաների փոփոխության, որովհետև նույնն էլ վերլուծում են Կարենի գոտեմարտերը, միշտ պետք է պրովոկացիոնն այդ ֆոնը մյուս տեղից որ սպասումները խառնվեն, սրա վրա ենք աշխատում։ Հիմա ամեն դեպքում հեշտ է հիմա, ավելի հետաքրքիր է դա լինում, բայց այն ժամանակներն էլ մի քիչ ավելի ուրիշ ձևի էր, որ դու պետքա չնայես ով է ինչ է դիմացդ դու ես նպատակ չգիտեիր ով է ինչ է դիմացած աշխարհի չեմպիոնակ 5 անգամ թե 6 անգամ չի հետաքրքրում ունես նպատակ դրված գնացել ես դրան տրամադրվել ես պետք է մտնես աշխատանքը տանես դուրս գաս այն ժամանակ էլ դա է եղել միգուցե այն ժամանակվա հաջողությունները ավելի դժվարությամբ են հասել բայց ավելի կայուն հաղթանակներ են եղել այն ժամանակ, հիմա էլ են կայուն հաղթանակներ, բայց ես հիշում եմ, որ չարչարանքը ավելի շատ է եղել։ Լեգենդար Անգերկոլյայի Մերեբունի տղաները գնում էին եւ բերում էին 7-8 աշխարհի ոսկե մեդալներ։ Կարելի միջակ որտե է մարզվում այս պահին։ Այս պահին մարզում եմ Լևոն Հայապետյանի անվան սամբոյի ջյուդոյի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցում, որը գտնում են Նարդոսի վրա, եթե ցանկացողներ կան, Նեցիո կարող են գալ մեր թիմ, համալրվել, ուժեղանալ։
Ինչ խորհուրդ կտաս այն տղաներին, աղջիկներին, որոնք որ այս պահին ուզում են սամբոյով զբաղվել։ Խորհուրդ կտամ չմտածել ու անպայման գալ, մեծ սիրով կսպասենք, կընդունենք, կսովորացնենք ինչ պետք է ու կհասցնենք նաև լավ մեդալների։ Դե ինչ, մաղթում ենք քեզ հաղթանակներ, հաջողություններ, ձեզ նորանոր մրցաշարներ Հայաստանում, սպասում ենք մեծահասակների Եվրոպայի, աշխարհի առաջնություն եւ ինչու ոչ ամենամեծ երազանքը կատարվի եւ օրերից մի օր օլիմպիական խաղերի գնան մեր հավաքական տղաները եւ աղջիկները եւ անպայման բերեն այնտեղից մեդալներ, եթե դու գիտես ուր ես գնում եւ համոզված ես դրանում, որ քո ուղին ճիշտ է, ուրեմն օրերից մի օր կգնաս եւ կհասնես քո նպատակին եւ մեր Սամբոյ ֆեդերացիան եւ Կարենը դա ապացուցել են արդեն։ Շատ շնորհակալություն, ամենալավ բաները, իսկ մենք գնում ենք Հարավային Ամերիկա, գնում ենք Պերու, բացահայտելու Պերու, որտեղ որ կան շատ հետաքրքիր վայրեր, թե Ամազոն գետը, թե բարձրադիր գոտիները Անդերում, թե Տիտիկակա ուրեմն սիրելի լիճը, թե ինկերի այն ամենը, ինչ որ նրանք թողել են։ Վերջը գնանք եւ տեսնենք, թե Պերույում ինչ կա։ Պերույում սամբո կա։ Այո։ Պերույում սամբո կա։ Մնացեք մեզ, գրվենք Պերու։ Շնորհակալություն։